Ռեալ կազինոյից մինչև ինտերնետ խաղադրույքների միջոցով Հայաստանում ինչ փողեր են իրականում պտտվում, որքան է կազմակերպիչների եկամուտը, որից պետք է հարկ վճարվի։ Ֆինանսական շարժը հստակեցնել Պեկին առաջիկայում կօգնի խաղային գործունեության կարգավորման օպերատորը։ Նորույթ այդ օղակի ընտրության համար բաց մրցույթ է հայտարարվել։ Ներկայացվող պահանջներից ոլորտը վերահսկող Պեկ Պաշտոնյան առանձնացնում է օնլայն բազաների հետ աշխատել, մոնիթորինգ հաշվարկ վերլուծություններ անելու տեխնիկական հզոր կարողությունը։ Ինքը աշխատելու է շատ մեծ big data-ների հետ, իրական ժամանակում իրականացնի գտված խաղանիշերի, կատարված խաղադրույքների, գրանցած շահումների, ինչպես նաև խաղային process-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության գրանցում, հաշվառում, պահպանում, վերլուծություն եւ ռիսկերի գնահատում, ինչպես նաև խարդախությունների բացառում։ Հարկահավաքները խաղային բիզնեսի հաշվառում հսկումը մասնավորին են փոխանցում միջազգային փորձից ելնելով։ Մի քանի տարի է հարևան Վրաստանն էլ է անցել այդ մեխանիզմին։ Օպերատորն իր մոնիթորինգային ծրագրով Պեկի համար տեսանելի է դարձնելու երկրում շահում առաջարկող բոլոր խաղերն ու սարքերը։ Խաղատներն են իրենց բոլոր սարքավորումները, որոնք միանալու են օպերատորին, այլ ինտերակտիվ խաղային հարթակներն են, էլ իրենց սերվերները այս ձևով միանալու են, համախմբվելու են մեկ տեղային ցանցում եւ տեղեկատվությունը փոխանցվելու է օպերատորին։ Օպերատորի վրա է լինելու նաև ստուգելը խաղերը սերտիֆիկացված լինեն, իսկ եթե խաբեն կամ մասնավոր այդ ընկերության հետ խաղային բիզնեսը ստվերային գործարքների գնա մեր հարցը, Գոհար Զաքարյանը փակում է։ Թող փորձեն ռիսկի գնալ, փոքրիկ կասկած real time ստուգում կանեն։ Պետական եկամուտների կոմիտեն հասանելիություն է ստանալու օպերատորի բոլոր տեղեկատվական բազաներին, իրանց լոգին փասվորդները փոխանցվելու է պետական եկամուտների կոմիտեին եւ ցանկացած պահի մենք կարող ենք նույն եւ օպերատորին ստուգել եւ կազմակերպիչներին ստուգել, պարզ օրինակ բերեմ, կկատարենք խաղադրույք եւ կտեսնենք մեր սերվերում, մենք օպերատորի սերվերում դա տեսնում ենք, թե չենք տեսնում։ Եթե չենք տեսնում, այսինքն ստացվում է կամ կազմակերպիչն է խաբում, կամ օպերատորը ամբողջ տեղեկատվությունը չի տրամադրում։ Առաջին փուլով խաղային օպերատորը կստանձնի երկրում այս պահին գործող 4 ինտերակտիվ բուքմեքերական ինտերնետ շահումով խաղերի դիտարկումը։ Կենթանի խաղերի այսպես կոչված land-based կազինոները, որոնք Հայաստանում հիմա 3-ն են, ցանցին կմիանան ավելի ուշ։ Պատճառը սեղանի հաշվով պահանջվող մոտ $30,000 ծախսն է։ Պետք է հատուկ RFID ֆիշկաների անցնեն։ Լինելու են ռադիոհաճախականության հասանելիության խաղային չիպեր, որը նույնպես միանալու է օպերատորի մոնիտորինգային կենտրոնին եւ այդտեղից էլ մենք օնլայն կարգով ստանալու ենք ամբողջ տեղեկատվությունը, թե ինչքան խաղային ժետոններ դուրս եկան խաղային սեղաններ եւ ինչքանը վերադարձավ, այսինքն in-out գաղափարով իրականացվելու է նաեւ կենթանի խաղերի նկատմամբ վերահսկողությունը։ Կոնկրետ ժամկետ, թե երբվանից խաղային օպերատորը երկրում շուկա կմտնի, մրցույթին դիմողները Հայաստանից թե արտասահմանից են, չի նշվում։ Դա չեմ կարող ես ձեզ ասել։ Ընտրվի կտեսնեք, Տիկին Գոհարի կարճ պատասխանն է։ Պեկի հայտարարած մրցույթի վերջնաժամկետը նոյեմբերի 25-ի ժամը 18:00-ն է։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։